ես կարծում եմ որևէ պարագայում կենցաղային կուլտուրան եւ դաստիարակությունը թույլ չպիտի տա որևէ բան որևէնքի վրա շպրտել եւ անհարգալից լինել։ Դա կվերաբերի ուսուցչին, բժշկին, խանութի աշխատողին, մատուցողին եւ որևէ մեկի նախարարին։ Այո, ես կարծում եմ, որ մենք շատ աշխատանք ունենք նաեւ հարգելու մեր մասնագետների աշխատանքը եւ նաեւ փոխադարձ էթիկայի նորմերը պահպանելով։ Ես դες ընդգծեմ, որ այս առումով մենք շատ մեծ ձեռքբերում ունենք։ Այս ընթացքում հանդիպումներին, իսկ վերջի ամիսներին ես հանդիպել եմ հազարավոր քաղաքացիների եւ ընդգծում էին նրանցից ճնշող մեծամասնությունը, որ զարմացած են, ոչ միայն որ ծառայությունները հասանելի են դարձել իրենց, այլ նաև բժիշկների վերաբերմունքից, բուժ անձնակազմի սպասարկման որակից։ Սա ինձ համար ամենակարևոր գնահատականներից մեկն է։ Ես ձեզ ասում եմ, ճնշող մեծամասնությունը։ Եվ այստեղ էլ ես ուզում եմ ընդգծել, որ մենք հասել ենք նրան, որ անձի նկատմամբ վերաբերմունքը ծառայություններ մատուցելիս կախված չէ անձը ինչ համակարգով է սպասարկվում։ Սա կարևորագույն եւ մեծ ձեռքբերում է։ Իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր առմամբ բժշկական ծառայությունների կազմակերպման եւ կոնկրետ ինչ որ մի պոլիկլինիկայի կամ բժշկական կենտրոնների շրջանակներում ել ավելի process-ները կարգավորել, հստակեցնել, պարզեցնել, որ օրինակ անձինք ճիշտ իմանան, որ սենյակից ուր պիտի գնան, լինեն սպասելու հարմարավետ պայմաններ եւ այլն, սա աշխատանք է, որը մենք շարունակում ենք անել, բարելավել, այո, սիրելի քաղաքացիներ, կրկնում եմ, հետևողական անելու ենք ամեն ինչ, որ այս եւ ոչ միայն ապահովագրության շրջանակներում, այլ ընդհանուր առմամբ առողջապահական համակարգից օգտվելու հարմարավետությունը ձեզ բավարարի, բայց սա ճանապարհ է, մենք շատ մեծ ճանապարհ անցել ենք եւ շարունակելու ենք ընթանալ։ Հաջորդի ձեր հարցի հետ կապված քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց, ես ասեմ, որ այս առումով շատ մեծ աշխատանք է կատարվել։ Նախ ծառայությունների հասանելիության եւ որակի առումով, վստահ եմ գիտեք, որ Արմավիրում ունենք 100 մահճակալանոց լավագույն ստանդարտներին համապատասխանող բժշկական ծառայություններ, այլ քրեակատարողական հիմնարկներում ենթակառուցվածքների եւ սարքավորումների հագեցման աշխատանքները եւս շարունակելի են, մենք այս աշխատանքը չենք կանգնեցրել միայն Արմավիրով։ Ասեմ, որ հոգեկան առողջության ազգային կենտրոնում նաեւ անազատության մեջ պահվող անձանց պահման պայմաններն են լրիվ փոխվել եւ համեմատած նախկինում կենտրոնական այդ հոսպիտալում դրանք անհամեմատ են եւ այսպես բոլոր ուղղություններով։ Ինչ վերաբերվում է անձի կողմից հացադուլի մասով, իհարկե օրենքով սահմանված եւ հնարավորինս արվում է ամեն ինչ, որ պահպանվի նրա ուրեմն հացադուլ իրականացնելու իրավունքը, իհարկե մենք եւ սա շարունակական աշխատում են թե բժիշկները եւ թե քրեակատարողական հիմնարկի սոցիալական ծառայությունները, որպեսզի անձը օր առաջ դադարեցնի հացադուլը։ Այլ մանրամասներ իրավասու չեմ բանանելու։ Ես երաշխավորում եմ, որ անձի համար ցուցված բժշկական ծառայությունները միանշանակ տրամադրվում են եւ բոլորը հավասարապես օգտվում են իրենց իրավունքներից, թե դեղորայքային ապահովման, թե հետազոտություններ անցնելու եւ թե նաեւ բժշկական ծառայություններ ստանալու։ Բայց ես նորից կրկնում եմ, այս ամենը պետք է տեղավորվի մեր գործելակարգերի եւ ընթացակարգերի մեջ, բուժ ծառայություններից օգտվելու իրավունքը եւս սահմանված է եւ սահմանափակված է օրինականության շրջանակներում։ Մեր խնդիրն է ապահովել մեր բոլոր անազատության մեջ գտնվող անձանց հավասար հնարավորությունը եւ իրավունքը։ Մշտապես համազանգում են առողջության կապված խնդիրների եւ բժշկության տրամադրման մասին։ Եվ մահվան թվերը, Լինա Վանեսյան, մահվան թվերը կգրնելու միշտ համարվել է մտահոգիչ նույն իրավապաշտպանների կողմից։ Ուրեմն չկան հաշվետվություններ, որոնց մենք չենք տեղեկանում եւ անընդհատ բարելավում։ Նորից եմ կրկնում,
Եվ այդ հաշվետվություններն էլ են հենց ցույց տալիս, թե մարդու իրավունքների պաշտպանի, թե այլ դիտորդական խմբերի կողմից, որ վերջին 5 տարիների ընթացքում ահռելի մեծ տեղաշարժ ունենք։ Իհարկե բոլոր հարցերը լուծված չեն, եւ թվերով բացահայտում, օրինակ մահվան թվերը չեն նվազել ըստ իրավապաշտպանների։ Հարգելիներս, ընդհանուր առմամբ ծառայությունների որակի հասանելիության գնահատականը բազմաբաղադրիչ ուրեմն հաշվետվություններ են։ Դուք բոլոր դրանք բաց են կարող եք ծանոթանալ, կարող եք նաև շրջայց կազմակերպել ձեզ համար, ինքներդ տեսնեք, թե ինչպես են փոխվել պայմանները հենց ձեր աչքով։ Ես կարծում եմ դա էլ շատ կարևոր է։ Երևի թե այսքանը։ Իհարկե, նորից եմ կրկնում, մենք ունենք քրեակատարողական հիմնարկներ, որտեղ ենթակառուցվածքների առումով դեռ շատ անելիք ունենք։